Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 36-րդ գլուխ Հութայի Հովակաս թագավորը։ Եգրին ժողովուրդը Հովսեայի որդին Հովակաս արավ ու զայն Երուսաղեմի մեջ թագավոր ըրճագեց իր հորդեր։ Հովակաս 23 տարեկան էր, երբ թագավոր եղավ, եւ Երուսաղեմի մեջ 3 ամիս թագավորեց։ Եգիպտոսի թագավորը զայն Երուսաղեմի մեջ քահին վար արավ ու երկրին վրա դուքանք դրավ 100 դաղանդ արձած եւ 1 դաղանդ ոսկի։ Եգիպտոսի թագավորը անոր եղբայրը Եղիագիմը Հութայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց եւ անոր անունը Հովագիմի փոխեց։ Իսկ Նեկավով անոր եղբայրը Հովակազը բռնեց ու Եգիպտոս տարավ։ Հութայի Հովագիմ թագավորը Հովագիմ 25 տարեկան էր, երբ թագավոր եղավ, եւ Երուսաղեմի մեջ 11 տարի թագավորեց։ Անդիրոջ իր աստուծուն արչև չարիք կործեց։ Բաբելոնի Նապուկոդոնոսոր թագավորը անոր թեմ արշավեց ու զայն Բաբելոն դանելու համար բղինցե շղթաներով գաբեց։ Նապուկոդոնոսոր դիրոջ դան անոթներեն Բաբելոն դարավ եւ զայն զանոնք Բաբելոն իր մեհյանի մեջ դրավ։ Հովագիմի մնացյալ արարքները անոր կործած քարշություններն ու անոր բադահածը ահա Իսրայելի եւ Հութայի թագավորներուն քիրքի մեջ գրված են։ Անոր դեր իր որդին Հովակին թագավոր եղավ։ Հութայի Հովակին թագավորը Հովակին 18 տարեկան էր, երբ թագավոր եղավ, ու Երուսաղեմի մեջ 3 ամիս եւ 10 օր թագավորեց։ Անդիրոջ արչև չարիք կործեց։ Հետևյալ տարին Նապուկոդոնոսոր թագավորը զոր կրգեց, զայն Բաբելոն բերել տվավ, դիրոջ դաջարին ցանգալի իրերուն հետ եւ Հութայի ու Երուսաղեմի վրա անոր հոր եղբայրը Սեթեգյան թագավոր նշանակեց։ Հութայի Սեթեգյա թագավորը Սեթեգյա 21 տարեկան էր, երբ թագավոր եղավ, ու Երուսաղեմի մեջ 11 տարի թագավորեց։ Անդիրոջ իր աստուծուն արչև չարիք կործեց, ու դիրոջ փերանեն խոսող Երեմիա մարգարեին արչև չխոնարեցավ։ Երուսաղեմի անգումը Նաև ըմփոստացավ Նապուկոդոնոսոր թագավորին թեմ, որ անոր երթում ընել դվերեր աստուծո անունով։ Իր բարանոցը խստացուց եւ իր սիրտը գարցացուց, որբեսի դիրոջ Իսրայելի աստուծուն չվերադառնա։ Քահանաներուն բոլոր բեդերն ու ժողովուրդն ալ հույս շատ ուխտազանց եղան հետանոսներուն բոլոր քարշություններուն համաձայն եւ դիրոջ Երուսաղեմի մեջ սրբացուցած դունը բղձեցին։ Դեր անոնց հայրերուն Աստվածը իր պատգամավորներուն միջոցով գանուխեն աստարարություններ գղրգեր անոնց, որովհետև իր ժողովրդին եւ իր բնակարանին գխնայեր։ Բայց անոնք աստուծո ղրգած պատգամավորները գայբանեին, անոր խոսքերը գարհամարեին ու անոր մարգարեները գկամահրեին, մինչև որ դիրոջ ցասումը իր ժողովրդին թեմ փորփոքեցավ, այնպես որ ալ թարման չմնաց։ Անոնց թեմ քաղտիացներուն թագավորը արշավել տվավ։ Անալ անոնց երիտասարդները իրենց սրբարանի մեջ սուրով մերցուց ու երիտասարդին, գույսին, ձերին եւ դարեցին չխնայեց։ Դերը բոլորն ալ անոր ցերկը մատնեց։ Աստուծո դան բոլոր մեծ ու բզդիկ արարգաները, դիրոջ դան կանցերն ու թակավորին եւ անոր իշխանավորներուն կանցերը բոլորն ալ Բաբելոն դարավ։ Աստուծո դունը այրեցին, Երուսաղեմի բարիս պպլցուցին, անոր բոլոր բալատները գրագով այրեցին ու բոլոր ցանգալի իրերը փճացուցին։ Սուրեն ազատած մնացորդները Բաբելոն դարակրեցին։ Հոմ մինչև Բարսկաստանի թագավորության դիրաբեդելը անոր եւ անոր որդիներուն հպատակ եղան, որբեսի Երեմիայի փերանով ըսված դիրոջ խոսքը իրակորձվի, մինչև որ երգիրը իր շապատները վայել է։ Որքան ժամանակ որ ամայացած էր, հանգստացավ, մինչև 70 դարին լրացավ։ Գյուրոս Գարդոնե հրյաներուն վերաթարցը Բարսկաստանի Գյուրոս թագավորին առաջին տարին, որբեսի Երեմիայի փերանով ըսված դիրոջ խոսքը իրակորձվի, դերը Բարսկաստանի Գյուրոս թագավորին հոգին արտնցուց եւ ան իր ամբողջ թագավորության մեջ ցանուցանել տվավ ու նաեւ հրովարդակ գրեց ասելով. «Սա գահիդարարե Գյուրոս Բարսկաստանի թագավորը, երկնքի Աստված Եհովան երկրի բոլոր թագավորությունները ինձի տվավ եւ ինք ինձի հրանկեց, որ Հութայի Երուսաղեմի մեջ իրեն դում մգարուցանեմ։ Ցեզմե ով որ անոր ամբողջ ժողովուրդն է, իր Աստված Եհովան իրեն հետ թողնա ու թող բարձրանա»։ Փառքես Դեր Աստված մեր։ Ամեն։ Ավասիկ սիրելի ասկագիցներ, ավարտեցավ Աստուծո ողորմությամբ
մնացորդներու երկրորդ գրքի ընթերցանությունը։ Այս գրքի մեջ տեսանք, թե ինչպես Սողոմոն Աստուծո իմաստություն խնդրեց եւ Աստված երկու անգամ անոր երևցավ եւ բադվիրեց, որ իր ջամփաներեն չշեղի։ Բայց դժբախտաբար Սողոմոն 700 գիներ ունեցավ եւ 300 հարջեր եւ այդ գիներու չաստվածները բերավ Երուսաղեմ ու սկսան ժողովուրդը այդ չաստվածները ճաշտել։ Եվ Սողոմոնի այդ ահավոր մեղքին պատճառով Աստված իր զավգեն յետք Իսրայելի թագավորությունը երկուքի բաժնեց։ Հյուսիսային թագավորություն կամ Սամարիայի թագավորություն եւ հարավային թագավորություն կամ Հութայի թագավորություն։ Եվ այս երկու թագավորությունները անգախ ապրեցան, հաջող իրարու դեմ պատերազմեցան, երբեմն քիչ ժամանակով իրարու հետ կորձակցեցան, սակայն դժբախտաբար երկու թագավորություններն ալ կերևարվեցան։ Հյուսիսային թագավորությունը Ասորեստանի կողմը, իսկ հարավային թագավորությունը կամ Հութայի թագավորությունը Բաբելոնի կողմը։ Եվ այսպիսով ահավասիկ վերջ կդավ թագավորությունը Իսրայելի։ Սիրելիներ, տեսանք ամեն մեկ քայլափոխին, անգամ եւս կարտացեք ու դարձյալ պիտի տեսնեք եւ ավելի պիտի դպավորվի ձեր մեջ, որ հաջող ամեն մեկ թագավորի մասին գսվեր, որ Աստուծո ջամփաներեն կալեց կամ Աստուծո դիմաց չարացավ։ Սիրելիներ, հաջող թագավորներու մեծ մասը չարացան Աստուծո դիմաց, չարիք կործեցին։ Քիչեր էր, որոնք բարիք կործեցին, այսինքն ուղղափառ կյանքով ապրեցան եւ ժողովուրդը Աստուծո մոտեցին։ Իսկ անոնց մեջ շատերը հերացան ճշմարիտ Աստված պաշտութենեն, չարիք կործեցին եւ ժողովուրդն ալ մոլորեցնելով Աստուծո ահավոր բադիժին արժանացան։ Եվ ահա Երուսաղեմը գործանեցավ, բարիսները քանդվեցան ու ժողովուրդը 70 տարի կերևարված մնաց։ Վերջին հատվածի մեջ տեսանք, թե ինչպես 70 տարի հետ Աստված Գյուրոս Բարսկաստանի թագավորին միջոցով ժողովուրդը յետ դեպի Երուսաղեմ կվերադարձնե։ Մենք Աստուծո կամքով, երբ սկսենք հաջորդ գիրքը գարտալ, Եզրասի գիրքը, ճիշտ այսքե որ կսկսի Գյուրոսի հրովարտակն է, որ հայդարարվի, գծանուցվի, գհրաբարակվի եւ գտեսնենք, թե ինչպես հрьяաներ դարձյալ կվերադառնան Երուսաղեմ եւ Աստված գարդոնե իրեց, որ Երուսաղեմի դաջարը վերաշինեն։ Եղբայրներ եւ քույրեր, մնացորդներու այս երկրորդ գիրքեն մեծ թաս ունենք մենք բոլորս ալ քաղելիք որպես ազգ։ Չի բավեր միայն անունով քրիստոնյալալ։ Եթե սիրելներ անունով քրիստոնյա ենք, սակայն մեր սիրտով մենք ուրիշ աստվածներու յետևեն ենք եւ ուրիշ բաներ կպաշտենք, այդ ժամանակ հոգեվոր շնության մեջ ինգած կլանք։ Ինչպես որ շնացողը ամուսնացած գլաթեև, բայց գողքեն ուրիշ սիրած կունենա, հետևաբար շնություն ըրած կլա, նույնպես ալ, եթե ժողովուրդը, անձը, ըսե որ ես Աստված կպաշտեմ, սակայն անունով միայն Աստված պաշտե, եւ իր հոգին սկսի ուրիշ բաներու յետևելը լալ, որոնք բոլորն ալ Աստուծո հագարագեն, այդ ժամանակ հոգևոր շնություն ըրած կլա։ Եվ սիրելներ Աստված շատ կհամբերե։ Աստված համբերադարը երկայնամիտ է, փազումողորմ է, բայց երբ Աստված տեսնե, որ մենք գշարունակենք նույն մեղքերու մեջ ավելի խորանալ, ապա Աստված գլքե մեզ։ Եվ Աստված միարասե, որ դերը մեզ լքե։ Այդ ժամանակ եւ մենք կքանթվենք եւ մեր հայրենիքը։ Հավատացեք սիրելներ, բادرազներով չէ որ հայրենիք կրնան կորսնցնել, որքան հոգևոր շնությամբ եւ որ ամփարոյությունը դիրե մեր ասկի զավակներու հոգիներու մեջ եւ որ սիրելներ մենք Աստուծո երանանք եւ Աստված մեզ լքե, այդ ժամանակ է որ կքանթվի ամեն ինչ։ Հետևաբար եկեք ազգովին, հոգևորականներ թե աշխարհականներ, ղեկավարներ կամ բար ժողովուրդ,
մեր անձը դիրոջ դիմաց խոնարեցնենք, մեր անհատական ու ասկային մեղքերու համար մեր գուրծ կծեցենք եւ ասենք մեղադեր մենք մեղք գործեցինք ու քեզ փարգացուցինք ներե մեզի մեր հանցանքները ով դեր դու իրավունք ունիս ինչ բադիժ որ սահմանես մեզի բայց ներե մեզի եւ խղճա մեզի դեր եւ տեսանք այս երկրորդ մնացորդած գրքի 7-րդ գլխու 14-րդ համարի մեջ որ դերը գսեր եթե իմ անունովս կոչված ազգը իրանցը խոնարեցնե եւ զղջա ու աղոթք բարձրացնե պիտի լսեմ անոնց աղոթքը եւ պիտի բժշկեմ անոնց երգիրը թող դերը սիրելներ դեսնե մեր խոնարհումը իր դիմաց թող ներե մեր բոլոր մեղքերը ու բժշկե մեր հայրենիքը եւ բահե բահբանե ամեն տեսակ գործանում է ավերում է բարոյական հոգեվոր եւ քաղաքական գործանունները եւ դերը սիրելներ մեզի իմաստուն հոգեվոր այրեր հոգեվոր գրոնավորներ եւ pedagogan այրեր բարգեւե որբեսի կարողանան ազգը առաջնորդել թեպի փրկություն թեպի Քրիստոս Աստված ցեզ արադաբես թող օրհնե ողջ մնացեք առողջ մնացեք օրհնյալ մնացեք